Աղուհացով ազգային երգ ու պարով են դիմավորում Եվրամիության անդամ երկրների եւ Շվեյցարիայի դեսպաններին Սյունիքի սահմանամերձ տեղում։ Դիվանագետներն այստեղ են տեսնելու Եվրամիություն, Հայաստանի կառավարություն եւ համայնք համագործակցության արդյունքը։ Սյունիքի մարզպետի խորհրդականի խոսքով Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը մարզի բոլոր համայնքներում են։ Իրականացվում են բազմապիսի ծրագրեր, բազմապիսի ոլորտային ծրագրեր մարզի բոլոր 7 համայնքներում։ Ընդհանուր բյուջեն 5 տարվա համար նախատեսված է շուրջ 150 միլիոն եվրոյի չափով, որոնք իրենց մեջ ներառում են եւ վարկային միջոցները եւ դրամաշնորհային միջոցները։ Այս պահին ունենք մեկնարկած տարբեր ծրագրեր, որոնք եւ միտված են Սյունիքում հենց ամբողջությամբ Սյունիքում բոլոր 7 համայնքներում ծրագրերի իրականացմանը եւ նաեւ առանձին կոմպոնենտով է վերաբերվում Սյունիքին, այսինքն մեծ ծրագրեր են ավելի, որոնք սփռված են ողջ Հայաստանում, բայց մեկ կոմպոնենտով ունեն Սյունիքի մարզում իրականացվող մաս։ Եվրամիության եւ ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ վերականգնում դիմացկունություն զարգացում Սյունիքի համար նախագծի շրջանակում իրականություն դարձած 80 կՎտ հզորությամբ արևային վահանակային կայանի գործարկումն իսկապես խոշոր իրադարձություն է, թե բնակավայրի կյանքը բարելավելու, թե բնապահպանական առումով։ Ելույթում ընդգծում է ազգային ժողովի падգամավոր Մերի Գալստյանը։ Մենք բարձր ենք գնահատում Եվրոպական միության եւ մեր միջազգային գործընկերների շարունակական աջակցությունը այս առումով։ Սա ոչ միայն Հայաստանի Հանրապետության ուղղված ֆինանսական եւ ենթակառուցվածքային օգնություն է, այլև մեր ապագայի հանդեպ հավատի, վստահության արտահայտություն։ Եվրոպական միությունը մեր վստահելի գործընկերն է նաեւ առավել լայն արտաքին քաղաքական օրակարգերում, Հայաստանի խաղաղ ապագային միտված ջանքերով տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելու մեր ճանապարհին։ I hope Նախաձեռնությունը համայնքինն է։ Առաջարկված մի շարք նախագծերը քննարկելուց հետո հասկացանք, որ առաջինն իրագործելու ենք արևային կայանների տեղադրման ծրագիրը։ Ամենօրյա համագործակցության մեջ ենք։ Սյունիքը հավատարիմ եւ վստահելի գործընկեր է։ Նմանատիպ ծրագրեր իրականացվելու են մարզի բոլոր համայնքներում։ Արևից ստացված էներգիան օգտագործվելու է տարբեր նպատակներով։ Դրա շնորհիվ տեղ Կորնիձոր ճանապարհը կլուսավորվի, այդպիսով համայնքում ամբողջությամբ կլուծվի գիշերային լուսավորության հարցը։ Համայնքը ունի 7 մանկապարտեզ ունի, 8 դպրոց ունի։ Այս արևային կայանը նաև իհարկե ձմռվա ժամանակահատվածում հոսանքի մեծ խնդիր ունենք, խնդիրը որն է գումարային առումով մեծ խնդիր ունենք, բայց արևային կայանը իհարկե կծառայի այսօր սահմանամերձ համայնքի երեխաների մանկապարտեզի երեխաների համար, համայնքի լույսերի համար, ընդհանուր համայնքի բոլոր ծախսերի համար կողոք այս արևային կայանը։ Այս կայանը կապահովի նաև նորակառույց պոմպակայանի աշխատանքը։ 510 տնտեսություն ունեցող տեղի համար ամենակարևոր ենթակառուցվածքներից մեկն է ոռոգման ջուրը։ Լիտվայի դեսպանը շեշտում է, իրենց ֆինանսավորումը նպատակին ծառայել է։ Ծրագիրն իրականացրել է Ուրբան կայուն զարգացման հիմնադրամը։ Այնինչ այստեղ տեսանք շատ տպավորիչ էր ու շոշափելի։ Ուրախ ենք լինել այս նախաձեռնության մաս։ Ծրագիրը բերում է ջուր, բերում է կյանք եւ դա արդեն իսկ երկարաժամկետ է եւ ուղղված ընտանիքների, բիզնեսների, համայնքի բարեկեցիկ ապագային։ Բնակիչներն անհամբերությամբ են սպասում, արդեն որոշել են վերականգնելու են տասնամյակներ առաջ չորացած այգիները։ Անձամբ մեր այգում մի 50-60 պտղատու ծառ է եղել։ Յուր ժամանակին, որ ոռոգման ջուրը եղել է։ Իսկ 90 թվականից հետո ոռոգման ջուրը չի եղել։ Այդ ծառերը լրիվ չորացել է, կտրել, հիմա ոնց որ անապատ լինի, ծառը չկա։ Դες ոռոգման ջուրը արդեն բնականաբար կօգտագործենք, ծառեր կտնկենք, այգիները նորից կծաղկի, հետո կմշակենք։ Հիմա որ գյուղացին գնում է կանաչի առնում, կարտոշկա առնում, մի քիչ տգեղ երևույթ է, էլի։ Մենք այստեղ ենք ասելու, որ Եվրամիությունը Սյունիքի կողքին է, մենք չենք կարող սահմանին ապրող մարդու փոխարեն ինչ-որ բան անել, բայց կարող ենք թեթևացնել նրա հոգսը եւ ուրախ ենք դրա համար, ասում է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը։ Այս տարածաշրջանը գերակա է Հայաստանի համար եւ Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակում մի քանի տարի առաջ հայտարարել ենք դիմակայուն Սյունիք ծրագրի մասին, որն արդեն սկսել ենք իրագործել։ Նախաձեռնությունները փոխում են այստեղ ապրող մարդկանց կյանքը։ Եվրոպական միության համար Սյունիքի կարևորությունն ընդգծում է նաեւ մեր դիտորդական առաքելության ներկայությունն այստեղ։
Եվրամիության պատվիրակությունը հունիսի 19-ին այցելեց նաև Շինուհայրի Թև-Թևի ներառական մանկական զարգացման կենտրոն։ Դիվանագետները Սյունիքյան օրն ամփոփեցին Կապանի Թումո կենտրոնում։